Այսօր ես պատիվ ունեմ ձեր հետ խոսքով կիսվելու, ինձ համար շատ մեծ պատիվ է իրականում այստեղ կանգնելու և Աստծուց խոսք փոխանցելու այն ինչը, որ ես իմ սրտում ստացել եմ, ես խնդրել եմ Աստծուն, որ հպվի ամեն մեկին և ամեն մեկի կյանքում գա փոփոխություն այդ խոսքի շնորհիվ։ Եվ այս խոսքը, որ վերնագրել եմ, այսպես է. ահա ես գալիս եմ շուտով։ Հիսուսը այս խոսքերը ասավ մեզ փոխանցելով իր Աստծո խոսքում, որը որ գրված է Աստվածաշնչում։ Եվ նա այս խոսքը մեզ փոխանցելով, որ մենք լինենք զարթուն եւ արթուն։ Եվ այս տարին մեր մոտ խոսք ունենք, որ զարթունքի տարի է, որ արթնանանք։ Եվ պատահական չի այս խոսքը, որ Աստված դրել է իմ սրտին։ Եվ այս խոսքի շնորհիվ ես կուզեմ կարդամ Հայտնություն 3:11-ում, սա գրված է հենց Աստվածաշնչի ամենավերջի գլխում, որը որ գրված է 3:11-ում։ Ահա ես գալիս եմ շուտով։ Պահիր այն, որ ունես, որ ոչով չառնե քո պսակը։ Մենք բոլորս գալով Աստծուն գիտենք, որ Աստված խոստումներ է տվել մեզ, որ մենք ունենանք այս կյանքում եւ այս աշխարհի վրա ժամանակ։ Եվ այս ժամանակը մեզ պատրաստվելու ժամանակ է տալիս, որ օրերից մի օր գալիս է այն ժամանակը, որ Հիսուս ասում է, ահա ես գալիս եմ։ Մենք ոչ մեկս չգիտենք այդ ժամանակը, բայց Աստված ինքը գիտի։ Եվ Աստված, գիտեք, ամեն մեկիս կոչեց զավակներ։ Աստծո զավակներ եք դուք, ամեն մեկը։ Եվ մենք ամեն մեկս պետք է գիտակցենք զավակ լինելու նշանակությունը, որովհետև Աստված ամեն մեկից կանչել է, որ լինենք իրեն զավակներ։ Իսկ ամեն ծնող գիտի իր զավակը ինչպիսին է, եւ տեսնում է իր զավակի եւ լավ կողմերը եւ վատ կողմերը։ Նույնպես էլ մեր հայրը մեզ կոչելով Աստծո զավակներ եւ մենք գիտակցելով, որ մենք Աստծո զավակներ ենք, ունենք մեր եւ դրական կողմերը եւ բացասական կողմերը։ Եվ հիմա կուզեմ, որ շրջվես կողքիդ Աստծո զավակին, ասես դու Աստծո որդի ես։ Եվ Աստված քեզ քո անունով է կանչել։ Ամեն։ Ամեն։ Կուզեմ Աստծո խոսքից մի տեղ կարդալ Մատթեոս 6:33-ում է գրված. Սակայն առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեցեք, եւ այդ ամենը կտրվի ձեզ։ Կուզեմ նաեւ մեկ այլ ուրիշ թարգմանություն էլ կարդամ, որը որ կարծում եմ հենց այս է գրված։ Դուք նախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Ես խոսքը կուզեմ մենք ավելի շատ անդրադառնանք մի քանի կետերի, որովհետեւ երբ որ մենք գալիս ենք Քրիստոսին, մենք չենք մոռանում, որ մենք այս աշխարհում դեռ գործեր ունենք, ապրելու համար, միջոցներ, երեխաներին դաստիարակելու, վաստակելու, բարձրացնելու, հագնելու, բայց Աստվածաշնչում այս խոսքը մեզ ասում է, մենք Աստծո զավակներ լինելով, մեզ ասում է նախ Աստծո արքայությունը, նախ ամեն ինչից առաջ, որ ասում է նախ, դա նշանակում է, որ մենք պետք է ամեն ինչից առաջ նայենք Աստծո խոսքին, որը ասում է Աստծո արքայությունը ու նրա արդարությունը ինչ անենք փնտրենք։ Իսկ որտեղ կարանք մենք փնտրենք Աստծո արքայությունը, այստեղ է գրված։ Աստծո խոսքն է։ Եվ Աստծո խոսքում գրված է Աստծո արքայության մասին։ Մենք կարանք Աստծո արքայությունը չենք կարող փնտրենք խանութում, չենք կարող փնտրել այգիներում, չենք կարող Աստծո արքայությունը փնտրել ինտերնետում, բայց մենք կարող ենք Աստծո արքայությունը փնտրել Աստծո խոսքի մեջ, որը որ այստեղ է գրված։ Եվ ասում է, եւ այդ ամենը ավելիով։ Ինչ? Ավելիով մեզ կտրվի։ Ու Աստված, գիտեք, ուզում է, որ մենք ավելին ունենանք, քան մենք ինքներս ենք մեզ համար ցանկանում։ Այն ինչը որ մենք ուզում ենք, որ առօրյայում մենք ունենանք, Աստված ավելի շատ բան է մեզ համար ցանկանում։ Գուցե այսօր մենք անցնում ենք խնդիրներով, խնդիրներով, ունենք ինչ-որ բանի պակասություններ, բայց մեր հայրը գիտի մեր բոլոր կարիքները։ Ինչպես նաև ծնողները, երբ որ նայում են իրենց երեխաներին, տեսնում են ինչ-որ մի քիչ շորը մաշվել է, կամ կոշիկը մաշվել է, կամ ինչ-որ մի հագուստից ինչ-որ մի բան այն չի,
Բայց ծնողը ժամանակ է գալի, ասում է ոչինչ, մի քիչ էլ համբերի, ավելի լավը կվերցնեմ փոխարենը։ Բայց գիտեք, մենք շատ ժամանակ համբերության հետ խնդիր ունենք։ Այսօր մենք զոհաբերության ժամանակ էլ խոսքը հենց համբերության հետ էր նաև։ Մենք ժամանակ առ ժամանակ չենք համբերում, որ սпасենք, թե ինչ ունի Աստված մեզ համար պատրաստած։ Իսկ մեր հայրը ունի ավելիով մեզ համար պատրաստած, որովհետև Աստված խոստում ունի, որ այս խոսքում ասում է ավելիով կտրվի ձեզ, եթե նախ եւ առաջ մենք փնտրենք Աստծո արքայությունը։ Ու շատ կարևոր է, որ մենք ուշադրություն դարձնենք, եթե մենք չենք սկսում փնտրել Աստծո արքայությունը, ապա մեր մոտ գալիս է ինչ։ Թմրություն։ Այսինքն հոգևոր թմրություն է գալի մեր կյանքում։ Եթե մեր կյանքում գալիս է հոգևոր թմրություն, մենք փնտրում ենք աշխարհի մեջ մեր կարիքները հոգալու, մեր տարբերակները, մեր ուղիները, մեր ճանապարհները, եւ մենք մոռանում ենք, թե Աստված ինչ ունի մեզ համար պատրաստած։ Երբ որ մենք սկսում ենք ուշադրություն դարձնել, ինչ ունի Աստված խոստումներ, ինչ ունի մեզ համար պատրաստած, այդ ամենը հենց գրված է փնտրելու ճանապարհի մեջ, մենք կարող ենք տեսնել ինչ ունի Աստված խոստացած մեր ընթացքի համար։ Բայց երբ որ մենք դադարում ենք, ոչ թե դադարում ենք, այլ ավելի շատ պակասացրել ենք մեր կարդալը։ Քիչ է սկսել ենք քիչ կարդալ, կամ նորահավատ ենք, կարդում ենք, բայց դեռ չենք հասկանում։ Ու խոսքի պակասությունը բերում է մեր կյանքում թմրություն։ Մենք սկսում ենք կամացից թմրել, որովհետև եթե մենք չենք կարդում Աստծո խոսքը, որը որ հոգու կերակուրն է մեր ամեն մեկիս համար, դադարում ենք փնտրել բոլոր այն ճանապարհները, որը որ Աստված ունի մեզ համար պատրաստած։ Ինչ անենք այս պարագայում։ Եթե գալիս է մեր մոտ հոգևոր թմրություն, առաջի օրինակն եմ ասում, սա որ քիչ ենք կարդում, կամ կարդում ենք չենք հասկանում։ Մենք ունենք եկեղեցում տնային խմբակներ, ունենք ավակներ, ընկերներ հոգևոր, ում հետ կարանք ինչ անենք, խորհուրդ անենք, հարցնենք, կարդում եմ չեմ հասկանում, ինչ կարամ անեմ, ուզում եմ հասկանալ, բայց չեմ հասկանում, կամ սկսել եմ քիչ կարդալ, ինչ որ ավելի շատ ուրիշ բաների վրա եմ ժամանակս դնում, վատնում, բայց հասկանում եմ, որ ես մի քիչ հեռացել եմ Աստծուց, ու ես ուզում եմ մոտիկանալ, բայց ինչ որ խառը մտքեր են գալիս, եւ ես արդեն դադարում եմ Աստծո խոսքին ավելի շատ ժամանակ տալ եւ ուշադրություն դարձնել։ Փնտրելու ճանապարհը կամացից փակվում է։ Եվ այսօր աշխարհում անօրենը քնած չի, բերելու է թմրություն ամեն մեկից, որ կտրի այն ճանապարհից, որ մենք դադարենք փնտրել ինչ որ Աստված ունի մեր համար խոստացված, որ մենք դադարենք ուշադրություն դարձնել, որ Աստված ասել է, ահա ես գալիս եմ, երբ որ գա, ինչ ենք ասելու։ Ես չեմ ուզում վախեցնեմ, բայց ես ուզում եմ, որ ամեն մեկս խորապես գիտակցենք, որ Աստված խոստում է տվել, բայց նաև մեզ ճանապարհը ցույց տվել, որ մենք պատրաստվենք, որ մենք ոչ թե վհատվենք, որ ասենք չստացվավ, չեղավ, չի լինում, չեմ ուզում, բայց մենք պետքա լինենք հարատև։ Եվ երկրորդ օրինակը, որ կուզեմ ասեմ, սկսում ենք քիչ աղոթել։ Ուտելու ժամանակ ենք աղոթում, կամ էլ թե չէ, երբ որ սկսում ենք ունենալ կարիքներ, հոգս, եւ սկսում ենք միայն այդ հոգսի համար աղոթել։ Բայց մոռանում ենք, որ Աստված ասում է ամեն ժամանակ անդադար աղոթք արեք։ Իսկ ի՞նչ է նշանակում, որ մենք անդադար աղոթք անենք։ Երբ որ մենք գիտեք, ես ավելի շատ պատկերացում ունեմ, ինքս եմ անցել դրա միջով, երբ որ ինքս թուլանում եմ աղոթքի մեջ, խոսքը կարդալու մեջ, հասկանում եմ ու մտնում եմ աղոթքի մեջ, ասում եմ Տեր իմ Աստված, խնդրում եմ ցույց տուր ինչպես կարող եմ ես այս վիճակից դուրս գալ, որովհետև այսօր աշխարհը քնած չի, ինքը այդ ժամանակը լրացնելու շատ միջոցներ ունի, բազում միջոցներ ունի, բայց մենք գալով այդ թմրությունը մեր կյանքի մեջ, այդ թմրությունից մենք դադարում ենք, հետո սկսում ենք այդ ամենից հետո եկեղեցի ուշ գալ, կտրվում ենք մեր եկեղեցու շրջապատից, մարդկանցից, հետո սկսում ենք հոգևոր պատասխանատուից, ավակից, հովին, երբ որ տենում ենք, ասում ենք սպասի ճանապարհս փոխեմ, որ չհանդիպեմ, որ հանդիպեմ, կասի բա ուր ես։ Գիտեք, այդ թմրությունը մեզ հեռացնում է Աստծո տնից, մեզ հեռացնում է Աստծո հետ շփումից։ Այդ թմրությունը աշխարհը, գիտեք, քնած չի։ Այսօր ինտերնետը մեր ժամանակը բերում է լրացնում։ Ու այն ինտերնետի ողջ ժամանակը
ամեն մեկի հետաքրքրությունով այսօր արհեստական բանականությունը ինտերնետի մեջ բերում է, եթե մի ցանկացած ռիլ երկար ենք նայում, նույնից անընդհատ սկսում է բերել, որովհետև ինքը արհեստական բանականություն է եւ ինքը նայում ամեն մի օկտատիրոջ ինչին ով ինչ սիրում է, նայում է ցանկությանը, ով ինչ շատ է սիրում, սկսում նայել, բայց եթե մենք սկսում ենք բացել Աստծո խոսքը, այսօր իմ մոտ ես մի բան եմ հայտնաբերել ու հավատացած եմ, որ բազում մարդկանց մոտ այդ խնդիրը մենք ունենք, երբ որ մարդ վերցնում է հեռախոսով, սկսում է Աստվածաշունչ կարդալ, մեկ էլ ծլնկ, մի հատ SMS է գալի, մի հատ Facebook-ից մի հատ ռոլիկ է գալի, չգիտեմ, մի հատ տեսանյութ է, մի հատ նորություն է, մի փոփոխություն է, այս մի հատ չգիտեմ ինչ է, ու գիտեք, այդ ամեն ինչը սկսում է մեզանից կտրել, մտնում ենք մի հատ ընդ է, Աստվածաշունչ արդեն մնաց կողքի, եւ այդ ժամանակը մենք սկսում ենք լրացնել մեկ այլ ուրիշ բանով, ես որոշում եմ կայացրել, որ հեռախոսով Աստվածաշունչ եզակի դեպքերում եմ կարդալու եմ գրքով, որովհետև եթե հիշում եմ իմ այն ժամանակները, երբ որ ես գրքով էի կարդում ու գրքով կարդացածը ավելի երկար է ու ավելի լավ է տպավորվել իմ կյանքում, իմ մեջ, իմ ներսում, ավելի շատ բան է փոխել, քան հեռախոսով կարդալը։ Հեռախոսով կարդալը դա բիստրոյի նման է, ոնց որ շուտ մտնես մի բան կարդաս, ոնց ենք մտնում fast food-ները հաց ուտելու։ Արագ մի կտոր մի բան ուտում ես ու դուրս գալի, բայց երբ որ գնում ես տուն, ասում ես սպասի մի հատ նստեմ։ Մի լավ հաց ուտեմ, իսկ եթե տունը մենք նստում ենք ու ամբողջ ժամանակը, այն ժամանակը, որ որոշել ենք տանք խոսքը վերցնելու, խոսքով լցվելու եւ մեր հոգին կերակրելու, որ մենք լինենք զարթուն եւ արթուն, այդ ժամանակը ամենապտղաբեր ժամանակն է լինում մեր կյանքում եւ մենք այդ պահին թմրած չենք լինում, որովհետև ինչ-որ մի բան չի փորձում ինձանից ու քեզանից գողանային ժամանակը, որ մենք կարող ենք տալ Աստծուն, շփվել Աստծո հետ, որովհետև Աստծո խոսքում Հովհաննես 1:1-ում գրված է, որ խոսքը հենց ինքը Աստված է։ Եվ հենց Աստված այս խոսքի միջոցով ամեն մեկիս հետ շփվում է։ Եվ այս խոսքի միջոցով է, որ մեր հոգին լիարժեք կերակրվում է։ Մենք կարող ենք տարբեր քարոզներ նայել, մենք կարող ենք տարբեր ձևերով Աստվածաշունչ լսել, գուցե մարդիկ կան, այո, տեսողության խնդիր ունեն, եթե իրանց մոտը տենց է ստացվում, էդ էլ է կերակուր, բայց կան բազում մարդիկ, շատ մարդիկ ոչ տեսողության խնդիր ունեն, ոչ լսողության խնդիր ունեն, հնարավորություն ունեն կենդանի Աստծո հետ անձնապես շփվելու, որ չթմրեն։ Իսկ այս աշխարհը մարդկանց վրա բերում է թմրածություն։ Եկեք նայենք մեր շրջապատում ինչքան մարդիկ կան, որ թմրել են, ել չգիտեն, ել չեն սպասում, որ Հիսուսը էսա գալու է։ Գիտեք, վազում են իրենց գործերով, ամեն ժամանակ։ Ինչ որտեղ վրազում են, ինչ որ բանից հետ են մնացել։ Ինչից են հետ մնացել։ Իրականում, որ նայենք, չենք պատկերացնում, թե ինչից են հետ մնացել, ումից են հետ մնացել։ Այս աշխարհից Աստծո խոսքում գրված է, որ ոչինչ չեն տանելու, ամեն ինչ այս երկրի վրա է մնում։ Նույնիսկ այս մեր ֆիզիկական մարմինը ասում է հող էր, մարդը եւ հող դարձավ։ Բայց մարդու հոգին տեղ ունի գնալու։ Մենք փրկվելու ենք, մեր հոգիներն է փրկվելու, այլ ոչ թե մեր ֆիզիկական մարմինները։ Սիրելի Աստծո ժողովուրդ, կուզեմ Աստվածաշնչից մի տեղ կարդամ, որ գրված է Ղուկաս 21:34-ից։ Զգուշ կացեք անձերիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանան, շատակերությունով եւ արբեցությունով, եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը հանկարծակի հասնե ձեզ վրա, որովհետեւ որոգայթի պես կհասնե այն ամենքի վրա, որ բոլոր երկրի երեսի վրա բնակված է։ Ուրեմն արթուն կացեք եւ ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինեք ազատվելու այն բոլոր բաներից, որ պիտի լինեն, եւ կանգնել մարդի որդու առաջին։ Ամեն։ Այս խոսքում ամենասկզբից ասում է զգույշ կացեք։ Աստծո խոսքում պարզ հստակ մեզ ասում է, որ մենք զգույշ լինենք, որովհետև ասում է ինչ ասում, ասում է սատանա գոռոզ այռոցի պես ման է գալիս թե ում կուլ տա։ Եթե մենք զգույշ չլինենք,
ինքը մեզ կուլ կտա։ Նույնիսկ մի տեղ էլ հենց ծննդոցում գրված է, երբ որ Կայենը սպանեց իր եղբորը, ասա մեղքը դռանդ առաջ քեզ է փափագում։ Եթե մենք զգույշ չլինենք, այսօր աշխարհը այնքան թակարդներ է պատրաստել, բայց գիտեք ում համար, Աստծո որդիների համար։ Այն մնացածը իր տիրապետության տակ են, նրանք կարիք չունեն, որ ամեն մեկը ուշադրություն դարձնեն, որ իրանց հետևող կա, իրանք նշանակեկետի տակ են, բայց գիտեք, Աստված մեզ զգուշացնում է եւ պատրաստում է, որ մենք պատրաստ լինենք պատերազմելու, որովհետեւ նաեւ միտեղ գրված ասում է մեր պատերազմը մսի եւ արյան դեմ չի։ Մեր պատերազմը չի երևում, որ մենք անօրենի դեմ ենք կռվում։ Բայց Աստված մեզ զգուշացնում, ասում է, զգուշ եղեք, զգուշ կացեք անձերիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանան։ Երբ որ գալիս են այս աշխարհի հոգսերը, մեր սրտերը ծանրանում են։ Սրտի մեջ ծանրություն է գալի ու բարձրանում են մի շարք բախիների շարքը։ Բախի ես հավատում եմ, իմ կյանքում մի ժամանակ կար, երբ որ ես նոր էի ապաշխարել, կլիներ մոտավորապես 1 տարի, ու այդ բախիների շարքը այնքան շատ էր։ Ու երբ որ գնում էի իմ ավագի մոտ, ասում էի, մինչև գիշերվա ժամը 2-ը նստում էի, ասում էի բախի, ու գիտեք ինչ, ինձ օգնում էր այն, որ ես գնում էի իմ հոգևոր ավագի մոտ։ Երբ որ ես հասկանում էի մոտ թմրություն է եկել, ես չունեմ հարցերի պատասխաններ, ու նամանավանդ, որ ես հոգևորի մեջ մանուկ էի, ես չգիտեի Աստծո խոսքը լիարժեք։ Ես ամբողջությամբ Աստվածաշունչը չէի կարդացել։ Եթե նույնիսկ ինչ որ մի մեծ մասը կարդացել է, ես չէի հասկանում, բայց ես գնում էի մի մարդու մոտ, ով որ կարող էր իմ հարցերին Աստծուց ինչ որ ձև պատասխանել։ Եթե մի բաներ չգիտեր, ասում էր, ման կգանք կգտնենք, տենանք ինչ է գրված այդ խոսքում։ Եվ գիտեք ինչ, այդ խոսքը ամեն ժամանակ պահում էր։ Երբ որ գնում էի, դատարկվում էի այդ բախիներից, հանգիստ գնում էի քնում։ Բայց գիտեք, հետ տվյալ մարդու համար հեշտ չէր ամեն ժամանակ իմ բախիներին պատասխանելու։ Բայց իր համբերության շնորհիվ այսօր ես այստեղ կանգնած եմ։ Ու փառք Տիրոջը նման մարդկանց համար, ովքեր որ իրան ժամանակը կտան, այն մարդկանց համար, ովքեր որ թմրության մեջ ընկնելուս կլինեն, կամ մոտ կլինեն, կամ թմրությունը մոտեցել է, որ ուզում եմ ներխուժի իր կյանք եւ Աստծուց հեռացնի։ Որովհետեւ անօրենը բերում է մի շարք բախիներ մեր կյանքում եւ ուզում է մեր վրա թմրություն գա։ Նույնիսկ երբ որ սատանայից Հիսուսը փորձվում էր անապատում, եկավ ասավ, եթե Աստծո որդի ես, բերում էր կասկած, ու մեր կյանքում շատ ժամանակ անօրենը բերում է կասկած։ Դե եթե Աստծո որդի ես, բախի սես չի լինում։ Բախի են մի բանը քո մոտ չի հաջողում։ Բախի միանգամից ֆինանսներդ չբարգավաճեցին։ Բախի եկար Աստծուն քո խնդիրները չհեռացան։ Իմ կյանքի խնդիրները 5 տարվա ընթացքում Աստված կամացից մաքրեց։ Ու գիտեք ինչ, 0 սարքեց։ 0 որտեղից որ ինքը կարար նորը կառուցել։ Եթե մենք հնի վրա փորձենք կառուցել, հնի վրա չի ստացվելու։ Որովհետև հինը չստացված կյանքն է։ Իսկ Աստված ուզում է նորը եւ ավելի լավը կառուցել Աստծո արքայության համար, որ մենք կարողանանք ճշմարիտ ձևով ներկայացնենք Քրիստոսին։ Երբ որ Քրիստոսը գալուց լինի, կողքդ մի շարք մարդիկ լինեն կանգնած, որ ասեն, տեսանք իրան ենք ուզում նմանվենք, որովհետև դու էլ նմաներ Քրիստոսին։ Ու մենք պետք է օրինակ լինենք այս աշխարհի վրա։ Եթե մենք օրինակ չենք այս աշխարհի վրա, ուրեմն մենք օրինակ ենք մեկ այլ ուրիշ պատկերի։ Եթե մենք չենք նմանվում Քրիստոսին ու ցույց տանք մարդկանց, որ մենք նմանվում ենք ում Քրիստոսին, մեր նմանվելու պատկերը դա Քրիստոսն է, դա այն ճանապարհն է, որով որ Քրիստոս անցավ։ Եվ թմրությունը ամեն ժամանակ գալու է մեր կյանքում։ Եվ կուզեմ շարունակ, ուրեմն արթուն կացեք եւ ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներից, որ պիտի լինեն, ու կանգնել մարդի որդու առաջին։ Հիսուսը ստեղ խոսում է նրա մասին, որ գալու է այդ ժամանակը, բայց մենք պետք է արթուն լինենք։ Սա հորդորը ամեն մեկից, որ մենք արթուն լինենք։ Եթե մենք արթուն չենք, պետք է արթնանանք։
Կար իմ ժամը, իմ կյանքում էլ եղել են ժամանակներ, երբ որ ես քնել եմ իմ աղոթքների մեջ, երբ որ ես քնել եմ իմ խոսքը կարդալու ժամանակի մեջ, երբ որ ես քնել եմ մարդկանց ավետարանը քարոզելու մեջ։ Բայց գիտեք ինչ, երբ որ ես զարթնել եմ, ես գիտակցել եմ, որ պետք է ես անեմ այն ինչը որ Աստված ինձ պատվիրել է։ Եվ Աստված վերջում պատվիրեց, ասաց գնացեք ամբողջ աշխարհը ավետարանը քարոզեցեք։ Եվ հիմա մենք ունենք հնարավորություն, ընտրություն, Աստծո խոսքում գրված, ասում է քո դեմն է դրված ընտրությունը, կյանքը եւ մահը։ Եվ եթե մենք ընտրում ենք կյանքը, ապա կյանքը մնում է, որ մենք արթուն լինենք։ Տեսած կա քնած մարդը արթուն լինի։ Քնածը քնած է, մահացածը մահացած է, կենթանին դա կենթանի ենք, մենք Քրիստոսով կենթանի ենք այսօր։ Այսօր Քրիստոսի արյան շնորհիվ է, որ գինը վճարվել է, որ մենք կենթանի Աստծո որդիներ ենք։ Մենք էլ մահինը չենք։ Մենք կենթանի Աստծո զավակներ ենք։ Ամեն։ Հռոմեացիների 13, 11, 12-ը կուզեմ կարդամ։ Եվ այս արեք իմանալով ժամանակը, որ ժամ է արդեն քնից զարթնելու, որովհետև հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը, քան թե այն ժամանակ, որ հավատացինք։ Գիշերն անցավ գնաց, եւ ցերեկը մոտեցել է։ Ուրեմն դենք գցեք խավարի գործերը եւ հագնենք լույսի զենքերը։ Հիսուսն ասում է իմացեք ժամանակները։ Մենք պետք է իմանանք ժամանակները։ Եթե մենք չգիտենք հիմա որ ժամանակն է, մենք չգիտենք ինչ պետք է անենք։ Երբ օրվա ընթացքում ոնց է լինում, որ մարդը գալիս է հոգնում, ասում է հանգստանալու ժամանակն է։ Երբ որ սովում, ասում է հաց ուտելու ժամանակն է։ Իսկ Հիսուս ասում է իր գալու ժամանակը մոտեցել է։ Եվ ժամանակն է, որ մենք արթուն լինենք։ Մեր արթուն լինելուց շատ բան է կախված։ Եթե արթուն չենք, թմրած ենք։ Տեսած կաք, որ մարդը աշխուժալնում, մեկ էլ թուլանում է, հոգնել է աշխատանքից, թմբրել է ու նստում է։ Նույնը հոգևոր մարդիկ են լինում։ Բայց Աստծո խոսքը ասում է արթուն եղեք, ի՞նչն է մեզ արթուն պահում։ Արթուն պահելու մեծ ճանապարհներից ամենաառաջինը դա Աստծո խոսքն է, որը որ ամեն ժամանակ կուշտ մարդը միշտ թարմ է լինում, ուժով լցված ալնում, եւ Աստծո խոսքը մեզ տալիս է ուժ։ Եվ նրանց հետո ասում է աղոթք արեք ամեն ժամանակ։ Պատկերացրեք այգում ծառա տնկած։ Եվ այդ ծառը մի քիչ մշակել են, մի քիչ կտրել են։ Բայց հիմա հենց այդ ժամանակն է, որ այս պահին անձրևներից հետո տարբեր կենդանիներ են լցվում ծառի վրա։ Եվ սկսում են այն պտուղները, որոնք որ պետք է ձևավորվեն, սկսում են ուտել։ Ջրի հետ խառնում են մի քիչ թույն, թունաքիմիկատ, որ այդ լվիջների հարցերը լուծեն։ Պատկերացրեք մեր կյանքում այն կենդանի ջուրը, որ մենք ինտերնետից սկսում ենք վերցնել, հետը մի քիչ թույն ենք գցում։ Մի հատ կողքից մի ուրիշ բան սս գալիս է կպնում է։ Պատկերացրեք ըլնում է, որ մեր կերակուրի մեջ թույն է ներարկվում։ Եվ այն թույնը սկսում է մեզ ներսից ուտել։ Իսկ Աստծո խոսքը, եթե ներարկվում է մեր կյանքի մեջ, մեր ընթացքի մեջ, բերում է բժշկություն։ Եվ այն լվիջները, եւ այն կենդանները, որ կան, սկսում են մեր պտուղները ուտել, մեզ սկսում են թմրեցնել, մեզ սկսում են անպտուղ անել, սկսում է ծառը հիվանդանալ։ Աստծո խոսքը սկսում է բերել բժշկություն մեր կյանքում։ Եվ այն բժշկությունը գալիս է հենց կենդանի ջրերի միջոցով։ Ամեն։ Երբ որ մենք մեր կյանքում բոլորից տրվել է հնարավորություն, եւ Հիսուս ասավ, մենք բոլորը ժառանգներ ենք։ Գիտեք, մենք ժառանգել ենք ոչ թե այս երկիրը, այլ երկնքի արքայությունը։
Եվ մենք սպասում ենք Քրիստոսի գալստյանը։ Ու երբ որ մենք չդադարում ենք սպասել Քրիստոսի գալուստը մեր կյանքում եւ մեր ընթացքի համար, շատ բաներ մեր կյանքում փոխվում է։ Օրինակ, շատ մարդիկ կան, փոխել են հենց իրենց հայացքները ու թմրություն եկել։ Գնացել են բիզնեսի մեջ, բայց գիտեք ինչ, Աստված իրանց կանչել է, որ իրանք լինեն Աստծո հզոր մարդիկ, բայց նրանք գնացել են բիզնեսի մեջ։ Մեկը գնացել է դառել տնային տնտեսուհի, բայց Աստված իրան կանչել էր, որ ինքը լիներ հզոր աղոթող եկեղեցու մեջ, եւ ինքը կլիներ ավելի պատղաբեր, քան որ ինքը ուղակի տնային տնտեսուհի է։ Ճիշտ է, ինքը իր գործը կարա լավ անի, շատ լավ անի, բայց Աստված իր համար ուրիշ ծրագիր ունի։ Եվ երբ որ մենք չենք լինում այն մարդիկ, ով որ կաղոթիկ ասի, Տեր իմ Աստված, ինչի համար ես ինձ կանչել։ Չէ որ դու ինձ իմ անունով կանչել ես դեռ ես չծնված, բայց ինչի համար ես ինձ կանչել։ Լավ, ժամանակը մոտենում է, ես ինչ կարամ անեմ, որն է իմ անելու գործը։ Այս կյանքում ինչի համար ես ինձ կանչել։ Եվ երբ որ ամեն մարդ կարողանա հարցնել Աստծուն, ինչի համար է Աստված իրան կանչել։ Աստված կպատասխանի, որովհետև Աստված պատահական չի, որ մեզ բոլորիս կանչել է։ Ինչի համար է կանչել։ Աստված գործ ունի բոլորիս հետ։ Եվ ամեն մեկից շատ ժամանակ խանգարում են տարբեր մարդկանց կարծիքներ։ Մի հատ sense հումորի պես պատմություն կա, որ եւ առակի նման է եւ հումորի նման կասեմ։ Մի տարեց մարդ է լինում թորնիկի հետ, էշի նստած գնում են։ Ինքը թորը էշի նստած գնում են։ Եվ գիտեք ինչ, մի խումբ մարդկանց են հանդիպում, երբ որ այդ մարդկանց հանդիպում են, այս մարդիկ ասում են, չես ամաչում, մեծ մարդ ես։ Երկուսով էշի վրա նստել է, գոնե թորդ մենակ նստի, այդ էշը մեղք չի։ Չես մարդ ասում, երևի ճիշտ են ասում, էլի, մեղք կա էշը։ Այդ մարդը իջնում է էշի վրայից, ու թորնիկն է մենակ գնում, էշի վրա նստած։ Գնում, վերջը էլի մի բազմության մարդկանց են հանդիպում։ Երբ որ հանդիպում են, այս մարդիկ ասում են, այդ էշը մեղք չէ, այդ երեխուն նստացրել ես վրան, դու էլ ոտով ես ման գալի։ Դու նստի, թող թորնիկը ոտով ման գա, էլի մեծ մարդ ես։ Այս մարդը ասում է, երևի ճիշտ են ասում, էլի բերը տենց անեմ։ Երեխուն իջացնում է թորնիկին, ինքը նստում էշի վրա ու գնում է։ Ու հետո նորից մի բազմության է եւս հանդիպում։ Երբ որ եւս մի բազմության է հանդիպում, այս բազմությունը ճիշտ հակառակն ասում։ Ասում է, բա մեծ մարդ ես, այդ էշը մեղք չի, վրան նստել ես։ Իջի, տարեք էլի ձեր հետ, դες ինչ ճամփա եք եկել։ Այս մարդը ասում է, երևի ճիշտ են ասում, էլի հոգնած կլինի երևի։ Ես էլ իջնեմ։ Երբ որ ինքն էլ է իջնում, դրանից մի որոշ ժամանակ հետո եւս մի բազմության են հանդիպում։ Ասում է, այ անխելք մարդ։ Էշը իր համար գալիս է դու թորրտել ոտով, նստեք վրան, գնացեք տեղ հասեք, էլի, պարտադիր է ոտներն հետ հոգնացնեք։ Ու գիտեք, այս մարդը նորից նույն ձևի մտածում, ասում է, ճիշտ են ասում։ Երևի տենց էլ անեմ։ Նստում են ու գնում են։ Հետաքրքիրը գիտեք որն է, մեր կյանքում տարբեր բազմություններ են հանդիպելու։ Տարբեր մարդիկ են հանդիպելու։ Եվ տարբեր մարդիկ շատ խորհուրդներ են տալու։ Բայց Աստծո խոսքից լավ խորհուրդ տվող մեր կյանքում չի լինելու։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքով խորհուրդ կտան, դա է ճշմարտությունը։ Այդ է մեր կյանքը վերափոխելու, մեր ընթացքը վերափոխելու, բայց կլինեն աշխարհում բազում մարդիկ, այնքան գործ կդնեն, այնքան տարբերակներ կառաջարկեն, որ քո իմաստությունը, եթե խնդրես Աստծուց այդ գործի համար, Աստված ամենալավագույնը կտա քեզ, ամենալավ իմաստը կտա քեզ, ամենալավ միջոցը քեզ թույլ կտա, որ դու այդ միջոցները օգտագործես այդ քո գործը տանելու համար։ Իսկ մենք շատ ժամանակ ինչ ենք անում, ասում ենք, հե, ինչ ես մտածում։ Մի բաներ կարանք մենք հարցնենք։ Ու բազմություններ կողքից գալիս է նայելով, մի բաներ ինքը կասի։ Ու կմտածենք, որ դա ճիշտ է, բայց մեր գործը ավելի սխալ կլինի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Աստված ունի մեր համար պատրաստած ամենալավը։ Աստված երբեք մեր համար վատը չի պատրաստել։ Եթե Աստված մեր համար ցանկանար վատը, ինքը իր որդուն երբեք չէր տա,
որ այս աշխարհը փրկություն ունենար։ Քանի որ Հովհաննես 3:16-ում գրված ասում է. «Եվ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն տվեց»։ Աստված է սիրել մեզ, եւ Աստծո սիրո շնորհիվ է, որ այս ամեն ինչը մենք ունենք։ Այսօր մենք այստեղ նստած ենք, մենք ունենք հնարավորություն լսելու, որ Հիսուսը ասել է, ահա ես գալիս եմ։ Որ մենք կարողանանք ժամանակ ունենանք պատրաստվելու։ Եվ Աստծո տված այն ժամանակի մեր պատրաստվելու ընթացքը նաև մեր հետ էլի մարդկանց պատրաստենք, որոնք որ կարիք ունեն Աստծո խոսքի, որոնք որ կարիք ունեն մխիթարելու, որոնք որ կարիք ունեն բարձրացնելու, որ իրենք ընկած են։ Աստված մեզ չի կանչել, որ մենք ուղակի գանք այսօր ստեղ խոսքը լսեցինք, ասեցինք, շատ լավ է, հիանալի է, լավ խոսքեր, լավ խոսեց, լավ փոխանցեց, վերցնենք ու գնանք։ Տեսած կաք, որ մեկը լավ սերմ առնի ու այգի ունի։ Որոշում է, այս այգու համար ասում է, հա, լավն է, այս սերմը եթե տանեմ, ցանեմ, լավ պտուղներ ենք ունենալու, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Բայց այդ սերմը վերցնի, տանը իրանց տանը պատվալում պահի, եւ այդ սերմը հողի մեջ չգցի։ Իսկ Աստծո խոսքում երևի թե շատերդ գիտեք սերմնացանի առակը։ Եվ ասում է սերմ ցանողը դուրս եկավ սերմ ցանելու։ Ու չնայած որտեղ անգնում այդ սերմը։ Ինքը ուղակի ցանում էր, որովհետև դուրս էր եկել սերմը ցանելու։ Եվ երբ որ այն սերմը, որ մենք ստեղ վերցնում ենք, այն սերմերը վերցնում ենք, ոչ թե տանելու, տանը պահելու համար, տանը որ դրենք, ինքը ծլելու է, բայց պտուղ չի տալու։ Այդ ծիլը շատ քիչ է լինելու, փոքր է լինելու, իսկ սերմը ուզում է ինչ լինի, պարարտ հողի մեջ լինի, որ ինքը ընկնի հողի մեջ, եւ ինքը այդ հողի մեջ է պտուղ տալու այդ սերմը։ Եթե մենք վեստեից խոսքը վերցնում ենք, լսում ենք եւ չենք օգտագործում այդ խոսքը, նման է լինում հենց այն սերմի, որը որ տարել ենք դրել մեր պատվալներում, նկուղներում ենք դրել ու չենք հանում։ Գիտենք, որ ունենք, գիտենք, որ լավն է այդ սերմը, գիտենք, որ ինքը արժեքավոր է, բայց ինչ ենք անում մենք այդ սերմի հետ։ Շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, որ այն սերմը, որ մենք չենք ցանում, դա նույն այն թմրությունն է գալի մեր կյանքում, լավ է, գիտես, դե գնացինք, եկեղեցի, լսեցինք, փառաբանեցինք, Աստծուն պատվեցինք, լավներ երկրպագությունը, նենց Աստծո ներկայություն կար, ամեն ինչ հիասքանչ էր, ամեն ինչ շատ լավ էր, բայց այդտեղ ու տեղել վերջացավ։ Ու շատ ժամանակ ես էլ եմ այդպես եղել։ Իմ կյանքում էլ եղել։ Ստե լսել եմ, գնացել եմ, բայց չեմ օգտագործել։ Լսել եմ, վերցրել եմ, բայց չեմ արել։ Աստված լույսի մեջ է բերել այդ ամեն ինչը ցույց է տվել, խավարից լույս է բերել, չի օգտագործվել։ Եփեսացիների 5:13-17 խոսքը կուզեմ կարդամ, բայց ամեն բան լույսից հանդիմանված հայտնի է լինում, վասնզի ամեն բան, որ հայտնի է լինում լույս է, սրա համար էլ ասում եմ, վեր կաց ով քնած եւ վեր կանգնիր մեռելներից եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Ստե կուզեմ մի պահ կանգնեմ։ Ինչ ասում խոսք, ասում է լույսի մեջ։ Երբ որ մենք ստանում ենք խոսք, որ հասկանում ենք մեր ներսում փակված էր եւ հանում ենք լույսի մեջ, Քրիստոսի առաջ ենք բերում։ Լույսը դա Քրիստոսն է։ Իսկ մենք աշխարհիկ շատ բաներ կան, որը որ մեզ կապված է պահում։ Եվ մեր հոգու ներսում արդեն փակել ենք, հարմարվել ենք, տեղավորվել ենք այդ մտքի հետ։ Դե լավ է, նորմալ է, հա դե գնում եմ ծառայությունների մասնակցում եմ։ Բայց երբ որ գալիս ենք շատ ժամանակ ծառայություն, Աստված մեր ներսի հետ խոսում է։ Ոչ թե ինչ-որ մի մարդ է խոսում, ոչ թե ինչ-որ մեկը ստեից, ինչ-որ մեկը չկա, որ մեկին մատնանշի ստե։ Բայց ամեն մարդ ինքը իր հոգու ներսում Աստված լույսի մեջ է բերում, եւ Աստված այդ լույսի մեջ ցույց է տալիս։ Ինչն է ուղղելու, ինչն է շտկելու, որտեղ ունենք թերացած իրավիճակ, որը որ կարա Աստված բերի մաքրի, շտկի, կարգավորի մեր կյանքում։ Ինչը կարա մեզ փոխի, որ մենք կարողանանք մեր կողքի մարդկանց փոխենք։ Ոնց կարանք մենք Քրիստոսին ավելի վառ ցույց տանք մեր կյանքում, որ մենք լույս ենք, որովհետև Աստված ասավ դուք լույսի որդիներ եք։
Ասավ դուք եղեք երկրի վրա աղ եւ լույս։ Աղը դա համա տալիս։ Եթե մենք ասում աղան haմանա, ինչպես կհամ կտա։ Եթե մենք աղ չլինենք երկրի վրա, ոնց կարանք լույս լինենք։ Պետք է մենք աղ եւ լույս լինենք, երկուսը միաժամանակ։ Եվ այստեղ ասում եմ Վասնզի ամեն բան, որ լույս է, ամեն բան, որ հայտնի է լույսում լույս է։ Սրա համար էլ ասում է վեր կաց, ով քնած, վեր կանգնիր մեռելներից, Քրիստոսը կլուսավորի քեզ։ Եթե մենք մնում ենք խավարի մեջ, մեռելների մեջ ենք։ Եթե մենք Քրիստոսի մեջ չենք, ուրեմն մեռած ենք։ Եթե մենք Քրիստոսի գործերը չենք անում, մեր մոտ ինչ է գալի թմրությունը։ Գալիս է հոգևոր մահը։ Եթե մարդ թմրում է, գալիս է հոգևոր մահ։ Թմրածությունը մարդուն տարանջատում է Քրիստոսի հետ կապից։ Բայց այդտեղ ասում է վեր կաց, ով քնած մարդ։ Եվ ասում է Քրիստոսը կլուսավորի քեզ։ Արդ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք, ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ, գնացեք ժամանակը, որ օրերը չար են, նրա համար մի լինեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը, որն է Տիրոջ կամքը, բարին, հաճելին եւ կատարյալ։ Բայց այդտեղ Աստված շատ հետաքրքիր ասում է, արդ նայեցեք, թե ինչպես զգուշ վարվեք։ Նորից Աստված հորդորում է, որ մենք լինենք զգուշ իր խոսքի միջոցով։ Եթե մենք զգուշ չլինենք, զգուշություն չունենանք, ու ասում է վարվեցեք ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես։ Իսկ Աստծո խոսքը տալիս է մեզ իմաստություն ամեն իրավիճակում ճիշտ վարվելու, ճիշտ քայլելու եւ Աստծո հետ ճիշտ հարաբերություններ ստեղծելու ու կառուցելու մեջ։ Աստծուն ճիշտ ներկայացնելու մենք Աստծո խոսքով ենք կարող մեզ ուղենք, որովհետեւ Աստծո խոսքը դա մեզ համար հայելի է, որը որ մեզ մաքրում է, որը որ մեզ ցույց է տալի որտեղ ունենք շտկելու, ուղղելու։ Հայելու մեջ մարդը նայում է իր հագնվածը, կեցվածքը, սանրվածքը։ Եթե հայելին չլինի, մենք չենք կարա մեզ նայենք ու տեսնենք մեր սխալները։ Մենք չենք կարա տեսնենք, որ հագուստը կեղտոտ է։ Մենք չենք կարա տեսնենք, որ ինչ-որ մի բան գլխի վրա կա դրված։ Գուցե անցնելուց ինչ-որ մի բան ընկել է, մի հատ թել կամ ինչ-որ մի բան, կամ մեր թիկունքին ինչ-որ բան կա, բայց մենք չենք տեսնում։ Իսկ երբ որ հայելուն կամ մոտ կանգնում է շրջում նայում ես երևում է։ Ու հայելին թույլ է տալի, որ մենք կարողանանք մենք ինքներս տեսնել նախ եւ առաջ։ Իսկ եթե մենք դուրս գանք, կողքից շատ մարդիկ կարող են տեսնել այն բոլոր թերությունները, որոնք որ կարող են լինել մեր վրա։ Եվ երբ որ մենք այդ ամեն ինչը սկսում ենք տեսնել հայելու մեջ, մենք սկսում ենք ինքներս ուղղել։ Իսկ Աստծո խոսքն ինչ ասում։ Ասում է, եթե մարդ ինքը իրեն դատի, ոչ ոք իրեն չի դատի։ Իսկ Աստծո խոսքը մեզ թույլ է տալի, որ մենք կարողանանք ինքներս մեզ դատել եւ վերանայել, որտեղ ունենք ես անձամբ ինքս, որտեղ տեղ ունեմ ուղղվելու, շտկվելու, որտեղ եմ ես սխալվել, որտեղ եմ ես թմրել, ինչը չեմ անում, որը որ Աստծուն հաճելի չի, ինչ կարող եմ անել, որ իմ կյանքում գա փոփոխություն։ Այսօր մենք խոսում ենք նրա մասին, որ ինչ կարող ենք անել, որտեղ որ մենք թուլացել ենք, որտեղ որ մենք թմրել ենք, վերականգնվենք, զարթնենք եւ նորից նոր ուժերով գնանք առաջ, որովհետեւ մեր Աստված կյանք տվող Աստված է։ Որովհետև մեր Աստված մեզ նոր շունչ է տվել, նոր թարմություն է տվել, մեզ ամեն օր նոր օր է պարգևում, որ մենք կարողանանք մի նոր բան անենք իր համար։ Ամեն։ Կուզեմ կարդամ 2 Տիմոթեոս 4 գլուխ 7-րդ խոսքից։ Պողոս առաքյալը իր ընթացքի վերջում հետաքրքիր խոսք ասում, որ մենք ամեն մեկս պետք է ուշադրություն դարձնենք այդ խոսքերին նաև։ Ասում է, բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի,
Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրումը արդար դատավորը, եւ ոչ միայն ինձ, այլև ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Սիրելիներս, հոգևոր կյանքը ունի եւ սկիզբ եւ ավարտ։ Սկիզբը սկսում ենք Քրիստոսով, ավարտն էլ ավարտենք Քրիստոսի հետ հանդիպումով, որ հանդիպենք Քրիստոսին, որ ասի կարողանանք ասենք բարի պատերազմս պատերազմեցի, որովհետև միտեղ էլ կա, որ Պողոս առաքյալն ասում է ինձ նմանվեցեք, որովհետև ես էլ Քրիստոսին եմ նմանվել։ Եզակի մարդկանցից է Աստվածաշնչում, եթե չեմ սխալվում, միակն է թե Մովսեսն էլ ասել, չեմ կարող հաստատ ասեմ, որ ինձ նմանվեցեք, որովհետև ես էլ Քրիստոսին նման եմ։ Սա շատ լուրջ հայտարարություն է, որ կարող ասի մի մարդ, որ ես Քրիստոսին նման եմ, ինձ նմանվեցեք։ Ու այսօր, գիտեք, կուզեմ, որ ամեն մեկը իրեն մարտահրավեր նետի ու ասի, արդյոք ես կարող եմ ասել մի օր, ինձ նմանվեցեք, որ ես էլ Քրիստոսին նման եմ, որ ես իմ բարի պատերազմս պատերազմում եմ, ընթացքս կատարում եմ, հավատքս պահում եմ, բայց Պողոս առաքյալ ասավ, ընթացքս բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, դրանց հետո մնում է արդարության պսակը, որ Տերը պատրաստել է, գիտեք ինչ ասում, եւ ոչ միայն ինձ, այլ ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը, որ սիրեցին նրա հայտնությունը։ Հայտնությունը ամբողջ Աստվածաշնչի մեջ է գրված։ Ամեն խոսքը հայտնություն է մարդու համար, երբ որ աշխարհում ենք, մենք չգիտենք ինչ է Աստծո խոսքը։ Մենք չգիտենք ինչ է գրված Աստծո խոսքում։ Մենք չգիտենք Աստված ինչ է պատրաստել մեզ համար։ Մենք չգիտենք, որ Աստված հավատում ենք Քրիստոսին, ասում ենք, այո, զատիկ ենք նշում, նոր տարի ենք անում, բայց մենք չգիտենք, որ Հիսուսը բարձրացել է խաչը, գին է վճարել, որ այսօր այս խոսքը հասնի ինձ եւ ձեզ, որ կտա մեզ նոր թարմություն, նոր կյանք, նոր պատրաստվելու հնարավորություն եւ Հիսուս ասավ, ահա ես գալիս եմ։ Արդյոք կգտնեմ մեկին այն ժամանակում, որ ինքը գա իմ գործ անելուս։ Եվ Աստված ամեն մեկից հրավեր արել, ամեն մեկից կանչել է, տարիքը բացարձակ կապ չունի, ով ինչ տարիքի մեջ է, մեր տարիքը ընդհանրապես կապ չունի, կարա մեծ լինի, մեծերին խոսա, թորներին փոխանցի, ծորներին փոխանցի, այն ամբողջ ուժը, որը որ գրված այն զորությունը փոխանցել, եւ Հիսուսը գնալուց ինչ արավ, ասավ, ձեր համար լավ է, որ ես գնամ, որ հոր աղաչեմ, մխիթարիչը տա ձեզ, ու այսօր փառք Տիրոջը, որ Սուրբ Հոգին մեր ներսում է բնակում, որովհետև մենք ամեն մեկս Աստծո տաճար ենք, եւ Աստծո Սուրբ Հոգին մեզ պետք է մտերմանանք Սուրբ Հոգու հետ, որ կարողանանք գալ այն գիտությանը, որ մենք կարդում ենք չենք հասկանում, որ մենք կարիք ունենք մեր կողքի մարդուց գույնը խնդրենք, ասենք, կաղոթես իմ համար, չեմ հասկանում, խնդիր ունեմ, պրոբլեմ ունեմ, թող ոչ մեկ ինքը իրան չթերագնահատի, որ այն իշխանությունը իրան տրված չի, որովհետև ասում է ես ձեզ, չի ասում ինչ-որ մեկին կոնկրետ, ձեզ իշխանություն տվի խոսքի միջոցով, եւ այն խոսքը բոլորիդ է տրված, բոլորդ ունեք այն խոսքը, այսօր ունեն շատ մարդիկ Աստվածաշունչ տունը դրած, փոշին վրա նստել է, ոչ մեկ չի շփվում կենթանի Աստծո հետ, այսօր հեռախոսը մեր ժամանակից շատ է տանում, մեր բոլորի, սկսած ինձանից, որովհետև մենք սկսում ենք Աստծո խոսքը կարդալ եւ խանգարիչը գալիս է, ծլնք, բայց Աստված ասավ, ես գնում եմ, որ ձեզ համար տուն պատրաստեմ, իսկ ձեր համար Քրիստոսը երկնքում տուն է պատրաստում, ամեն, եւ վերջի տեղը, որ կուզեմ կարդամ եւ կամացից գամ ավարտին, նորից Հիսուսի խոսքերից է,
Մատթեոս 24:44 խոսքը։ Սրա համար դուք էլ պատրաստ կացեք, որ այն ժամին, որ դուք չեք կարծում մարդի որդին կգա։ Մենք շատ ժամանակ մտածում ենք, որ կհասցնենք Քրիստոսի գալստյանը, բայց Հիսուսը ստեղ ասում է, սրա համար դուք էլ պատրաստ կացեք։ Աստված մեզ նորից ու նորից իր խոսքի միջոցով ասում է, որ մենք պատրաստվենք։ Ու մեր պատրաստման ժամանակաշրջանը մեզանից է կախված։ Մենք ենք ընտրում եւ որոշում մեր ժամանակը, ինչի մեջ ենք դնելու, որտեղ է գնում մեր ժամանակը, մեր պատրաստման ընթացքը ինչու՞մ է գնում, որն է մեր պատրաստվելու բոլոր ժամանակաշրջանը։ Մենք կարող ենք պատրաստվել հարսանիք գնալու, բազում ժամանակ դնել պատրաստությանը։ Մենք կարող ենք բազում ժամանակ դնել մեր հարազատի ծննդյան առևտուրին, սեղանը պատրաստելուն։ Մենք կարող ենք բազում ժամանակ դնել եկեղեցի գալուն, առավոտը 3 ժամ հագնվելուն, պատրաստվելուն։ Մեկը շպարվելու, մեկը ասում այսի դուրս չի գալի, հանում այն մյուսն է հագնում։ Բայց գիտեք, ասում է այն ժամը, որ դուք չեք կարծում մարդի որդին կգա։ Մենք շատ ժամանակ կարող ենք կարծիքներ ունենալ, մենք դեռ ժամանակ ունենք։ Մեր կարծիքը մեզ կարող է խանգարել, բայց Քրիստոս ասում է դուք չեք կարող իմանալ, որովհետև Աստծո խոսքում նաև գրված ասում է կայծակի պես է լինելու Քրիստոսի գալուստը։ Ոչ մեկ օրը չգիտի, ժամը չգիտի, բայց միայն Հայրը գիտի։ Բայց մենք ունենք ամեն օր նոր հնարավորություն, նոր ժամանակ, նոր պատրաստվելու, նոր հանդերձներ հագնելու, նոր սրբվելու, նոր մաքրվելու ժամանակ, նոր ձևով վերանայելու մեր կյանքին, մեր ընթացքին, մեր ժամանակին։ Ու Աստծո խոսքում ստե նոր կարդացի, ասավ ժամանակները չար են։ Հիմա են չար ժամանակները, որ թվում է թե ինչ ենք անում։ Լավ բան եմ նաև ոնց են տորտ թխում, լավ դիզայն եմ նաև ոնց են նորաձևություններ մտցնում երկրի մեջ, նոր մեքենա եմ նայում եմ նոր շինարարության ձևեր, նոր դիզայնի ձևեր, գիտեք այդ իմաստությունը Աստված կարող է ամեն մեկից փոխանցել, ուղղակի, ձրի, երազում կարող ենք տեսնել այդ ամեն ինչը, Աստված կարիքի դեպքում այդ ամեն ինչը հայտնապես կտեսնենք, Եվ Աստծո խոսքում նաև գրված ասում է, եթե ծածուկում խնդրեք, հայտնապես կառնեք։ Իսկ ինչ ենք մենք խնդրում Աստծոց։ Որոնք են մեր խնդրվածքները։ Արդյոք մենք խնդրում ենք, ասում ենք, Տեր, չգիտեմ, չեմ հասկանում։ Խնդրում եմ ցույց տուր, ինչը չեմ հասկանում։ Խնդրում եմ ցույց տուր այն ճանապարհը, որի միջոցով որ կարող եմ քեզ մոտենալ, որ ճանապարհն է ինձ խանգարում քեզ մեկ քայլ մոտենալ։ Ինչ կարող եմ անել քեզ համար, ում չեմ տեսնում, որ դու բերել ես, պետք է խոսք փոխանցեմ, բայց դեռ չեմ տեսնում։ Քո ժամանակը մոտեցել է։ Իմ ժամանակը մոտեցել է։ Ահա Քրիստոս ասում է, եւ կգա։ Ոչ ոք չգիտի։ Դրա համար այս խոսքը հավատում եմ, որ կփոխի ամեն մեկիս կյանքը։